Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարը խստորեն նախազգուշացնում է անվերահսկելի էսկալացիայի մասին, հայտարարելով, որ կղզու հարավային մասում օտարերկրյա ռազմական ներկայության կտրուկ աճը կործանարար սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար։ Նրա խոսքով հարավային Կիպրոսը ռեկորդային արագությամբ վերածվում է նոր ռազմական հարթակի, որտեղ իրենց մշտական դիրքերն են ամրապնդում Իսրայելը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Հարավային Կիպրոսը չափազանց է սպառազինվում։ Իսրայելը վերահսկում է նավահանգիստներն ու օդանավակայանները, օգտագործելով դրանք որպես լոգիստիկ հանգույցներ։ Ֆրանսիան ընդլայնում է իր ռազմական ներկայությունը, իսկ Մեծ Բրիտանիան ունի 2 ինքնիշխան ռազմաբազա։ Նույնիսկ Հնդկաստանն է նավ ուղարկել տարածաշրջան։ Կիպրոսի հարավն ու հյուսիսը նոր չեն լարվածության մեջ։ Կղզին միացյալ թագավորությունից անկախություն ստացավ 1960 թվականին եւ անմիջապես էլ դարձավ հունական ու թուրքական համայնքների բախումների թատերաբեմ։ 1964-ից ՄԱԿ-ն այնտեղ խաղաղապահներ էր տեղակայել։ Կղզու հույները ձգտում էին Հունաստանի հետ միավորման եւ 1974-ին մայր երկրում իշխող սև գնդապետերի աջակցությամբ ռազմական հեղաշրջում իրականացրին եւ անմիջապես էլ Թուրքիան զորքեր ափ հանեց եւ գրավեց կղզու 30%-ը։ 1.5 տասնամյակ էլ չանցած Կիպրոսը դադարեց լինել ամբողջական պետություն եւ արդեն 5 տասնամյակ բաժանված է երկու մասի։ Ձևավորվեց հյուսիսային եւ հարավային Կիպրոսի ներկայիս բաժանումը ՄԱԿ-ի հսկողությամբ կանաչ գծով։ 1983-ին հյուսիսում հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը մինչ օրս ճանաչել է միայն Թուրքիան։ Հարավային Կիպրոսը, որին աշխարհը ճանաչում է որպես ամբողջ կղզու օրինական կառավարություն, 2004 թվականին դարձավ Եվրամիության անդամ, իսկ վերջին տարիներին սկսել է խորացնել ռազմական համագործակցությունը արևմտյան երկրների հետ։ Այժմ Կիպրոսը կրկին դարձել է արևելյան միջերկրականի ուժային հակասությունների կենտրոն։ Կղզու ռազմավարական դիրքն ու գազի հանքավայրերի շուրջ ծովային վեճերը տարածաշրջան են բերել նոր արտաքին ուժեր։ Այժմ այստեղ ներկա են ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նավեր։ Իսրայելը ապահովում է տեխնոլոգիական աջակցություն, իսկ Բրիտանիան շարունակում է վերահսկել իր ռազմաբազաները։ Թաթարի մտահոգությունները վերաբերում են հարավի ռազմականացմանը, մինչդեռ հարավային Կիպրոսի համար անվտանգության գլխավոր մտահոգությունը մնում է հյուսիսում տեղակայված թուրքական բանակի խոշոր զորակազմի ներկայությունը։ Միջազգային հանրությունը հյուսիսային Կիպրոսում գտնվող Թուրքիայի շուրջ 35,000 զինվորին դիտարկում է որպես օկուպացիոն ուժ։ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը արձագանքել է Թաթարի ջղագրգիռ հայտարարություններին։ Կիպրոսը չի սպառնում որևէ մեկին, մեր քայլերն ուղղված են բացառապես ինքնապաշտպանությանը եւ տարածաշրջանային կայունությանը։ Համագործակցությունը մեր դաշնակիցների հետ հիմնված է միջազգային իրավունքների վրա։ Ավելին, այդ քայլերը մասամբ պատասխան են հյուսիսում Թուրքիայի մշտական ռազմական ներկայությանը։ Իսկ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը զգուշացրել է, որ նման դաշինքները կարող են լարվածություն առաջացնել։ Որոշ երկրներ փորձում են շրջափակել Թուրքիան, եթե դիվանագիտական ուղիները չաշխատեն, մենք չենք բացառի ուժային պատասխան քայլերը ի պաշտպանություն Հյուսիսային Կիպրոսի անվտանգությունը երաշխավորելու մեր իրավունքների։ Միաժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը մեկնաբանել է տարածաշրջանային լարվածության շուրջ մտահոգությունը։ Մեր գործողությունները Կիպրոսի Հանրապետության հետ ուղղված են բացառապես ծովային անվտանգության ապահովմանը եւ ահաբեկչության դեմ պայքարին, ոչ թե որևէ կողմի դեմ։ Այս ֆոնին փորձագետները նշում են, որ Կիպրոսը վերածվում է նոր ռազմավարական հանգույցի, որտեղ խաչվում են արևմուտքի եւ տարածաշրջանային խաղացողների շահերը։ Հատկանշական է, որ կղզու վերամիավորման շուրջ բանակցությունները գտնվում են փակուղում։ Թուրքական կողմը իդեմս Թաթարի հայտարարել է, որ այլևս չի ընդունի կղզին մեկ դաշնային պետության տեսքով վերամիավորելու նախկին մոդելը, պահանջելով 2 ինքնիշխան պետության լուծում Հյուսիսային Կիպրոսի միջազգային ճանաչմամբ։ Կիպրոսի Հանրապետությունը սակայն հրաժարվում է այդ գաղափարից, շեշտելով, որ ցանկանում է վերսկսել բանակցությունները ՄԱԿ-ի հովանու ներքո։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։